Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Չերի մաֆակումբը եւ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մարտյան քաղաքում հեռուստանախագծի առաջին անգամ ուսանողական լիգան։ Ծրագիրը ներկայացնում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։ Պատրաստ եք հարգելի մասնակիցներ։ Քաղաքում գիշեր է։ Ես Նարինե Խաչատրյանն եմ, սովորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 4-րդ կուրսում։ Եթե կարմիր լինեմ, ես ակնկալում եմ, որ միանշանակ պետք է կարմիրները հաղթեն, իսկ եթե սև, բնականաբար սևերը պետք է հաղթեն։ Իմ անունը Հայկ է։ Հեռուստատեսությունով տեսա, որ կա նման նախագիծ, որոշեցի ուժերս փորձել եւ դիմեցի մասնակցում եմ հիմա։ Առաջի խաղից այդքան էլ գոհ չէի, որովհետև սև քարտ էի քաշել, ես սևով այդքան էլ լավ չեմ խաղում իմ կարծիքով։ Հուսամ եմ այս մի խաղում կարմիր խաղի քարտ կքաշեմ ու կհաղթեմ։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Բարի առավոտ բոլոր մասնակիցներին, ողջունեք ինքներդ ձեզ, ողջունեք եւ սև եւ կարմիր բոլոր մասնակիցներին։ Համար 1 ժամանակը ձերն է, խնդրեմ։ Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ, որ միասին խաղում ենք արդեն այստեղ, այս շրջանակներում։ Ես սովորական կարմիր խաղացող եմ, այս խաղին ինչպես գիտեք, առաջին խաղացողները ինչ-որ հստակ տեղեկություն չեն կարող տալ, որպես այդպիսին կարմիրներին օգուտ։ Դրա համար ես ասեմ, այս խաղին ուղղորդվելու եմ որպես այդպիսին մարդկանց շատ ուշադիր լսելով ու բոլորիդ խնդրում եմ, որ եւս միմյանց շատ ուշադիր լսեք, որպեսզի սևերը չկարողանան, սենց ասած, մանիպուլյացիայի ենթարկելով ձեզ կարողանան շեղել։ Շնորհակալ եմ, բոլորիս լավ խաղ։ Այսքանը, բաս։ Համար 2 խնդրեմ։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին։ Համար 1-ին հավատացի, շատ հավատացի անգամ, բայց ամեն դեպքում ընդունեք համար 1, ասեմ ինչի, որպեսզի 10-ից հետո սեղանի հետ կապված կարծիք արտահայտի, չեմ կարծում, որ ինչ-որ սխալ բան եմ արել։ Համար 1-ին հավատացի, բայց դնում եմ, որպեսզի 10-ից հետո սեղանի մասին կարծիք ասի, այդ թվում նաև իմ, այդ թվում նաև համար 10-ի։ Ես կարմիր խաղացող եմ։ 0 կրուկ, հա։ 0 կրուկ, հա, խաղում եմ համար 1-ի հետ դեռ, ես կարմիր խաղացող եմ, կոչ կանեմ կարմիր խաղացողներին, որ հնարավորինս քիչ տրվեն ժեստիկուլյացիային, որտեղ մենք գիտենք, որ դա կարա խառնի ու դա ավելի շատ սևի արարք է, այսքանը բաց։ Համար 3։ Ողջույն բոլորին, համար 1-ը ինձ համար շատ լավ բացում արեց, բայց ամեն դեպքում 50-50, մեկի խոսքը միշտ է 50-50, երկուսի հետ համաձայն եմ, կուզենք, որ մեկը բոլորիս մասին ինչ-որ կարծիք ասի 10-ից հետո, 10 ջան ուշադիր, երկուսը ինձ համար ամեն դեպքում վստահ խոսեց, բայց 0 կրուկ չեմ կարա ինչ-որ բան ասեմ, դրա համար դեռ թիմ չունեմ, 1-2-50-50 եմ տալիս, չէ, դեռ թիմ չունեմ, բայց մեկը լավ բացում արեց, երկուսը վստահ խոսեց, ինձ ձախ կհասկանամ, բայց դեռ թիմ չունեմ, պաս։ Համար 4։ Ողջունում եմ բոլորին, հատկապես այն մարդկանց հետ, ում հետ որ չեմ խաղացել։ Ուրեմն նայեք, ընտրական փուլի վերջին խաղս է, բայց ավանդույթս չեմ խախտում եւ ողջույնիս խոսքը այս անգամ 2 մարդկանց է ուղղված լինելու։ Դրանք են մեր համալսարանի անվտանգության աշխատողները Ժորադյա եւ Կարլինձա խաղից 100%։ 1, 2, 3 կարմիր խաղացողներ են իմ կարծիքով, հետևաբար ընդունեք համար 5։ 5 ընդունված է։ 1, 2, 3, 4 կարմիր խաղացողներ ենք, հետևաբար տրամաբանորեն համար 5-ը կարա սև քաշի։ Տրամաբանորեն։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ, համար 10 ջան կխնդրեմ
Մեկի այդքան էլ բան չանել չկիսել։ Հա, երկուսը թող ավելի շատ երկուսը իր մասին ասի։ Այսքանն է փաս։ Շնորհակալություն, անչափ շնորհակալություն համար 4 Ժորրաձայի ու Կարլենձայի կողմից էլ։ Համար 5 խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին։ Համար 1-ի բացումը իմ համար այնքան վատն էր, որ մտածում էի համար 2-ը նորից բացում կանի համար 1-ի տեղը, բայց համար 2-ը այնքան կասկածելի խոսած, որ իմ համար այս սեղանին միջև ինձնից խոսացածները ամենակասկածելին եղել է 2-ը։ Համար 4-ը, որ ինձ չլսած իմ տեխնաությունն է դնում, այդ արդեն էլ է իմ համար կասկածելի։ Դու ուներ խոսացողներ, որ իրանցից պիտի խոսայիր, իրանցից բան չես ասել։ Մեկի հետ խաղում ես, վատ բացման համար, շատ լավն ես։ Համար 4-ը ստուգվում է, կամ համար 4, համար 2, իմ համար ստուգվող մարդիկ այս սեղանին այդ են միջև ինձ խոսացածները։ Համար 3-ը կարմիր է իմ համար, համար 4-ը հստակ ելավ ինձ տեխնացիոն դրեց այն մասով, որ ես սև եմ իր կարծիքով, այսինքն ով գիտի գույներ, սևերը։ Իմ համար 4, դու ուտես սևանում ես, համար 2-ի խոսքի համար եմ իրանք հասկացում, շատ կասկածելի խոսած, խաղում եմ այս պայն համար 3, մեկն է կարող է բարձրանալու է մեկը, խոսա կհասկանանք մնացածի մասին, երկուսը բարձրացնում։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 6 Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին։ Համար 4-ը ամենադեմից ասեց համար 1-ը, համար 2, համար 3-ի կարմրական էին իր համար, ինչը որ ես չեմ կարող ասեմ 100% էր, բայց իմ օքեյ, մի քիչ համաձայն եմ, բայց միանգամից վրացիր ասեցիր համար 5-ը սև է, այդի միանգամից ինձ ասեց դու ես սև։ Համար 5-ն էլ համար 2-ի վրա հաչի համոզվեցի ինչի այդքան կասկածում ես։ Կփորձեմ մյուս խաղերի ռաունդերի ժամանակ ավելի լսել եւ բանանել, բայց այս պահին դու ինձ համար սևացար, ընդունեք տեխնացությունից համար 4։ 4-ը թողված է։ Բաս։ Համար 7 Ողջունում եմ բոլորին։ Համար 1-ը 50-50 բացում արել իմ համար, չեմ կարող ասեմ ոչ կարմիրա, ոչ սև։ Իմ համար իսկ համար 1-2 կարող ունեն տարբերություն լինի, որտեղ երկուսին ես ավելի մուգ գույն եմ տեսնում, բայց հստակ չեմ կարող ասեմ։ Իմ քո խոսքը ինձ ընդհանրապես չի համոզել, որ դու կարմիր խաղացող ես, երկուսը անպայման պետք է կիսվի, կարա կիսվի նաև 4-ը, որը շատ լարված է։ Հա, համ էլ դու խաղացել ես 1-2-3, որտեղ 3-ը 1-2 չի խաղացել։ Դու 3-ին է կարմիր ես տենում։ Դե ես ինձնից աճ 5-6-ը որ չեմ կարող ոչ մի բան ասեմ, ես բայց ինձնից աճ խոսացածների մեջ թողում եմ իմ կարծիքով մի սև։ Փաս։ Համար 8 խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ խնդրանք ունեմ, էլի, եթե նույնիսկ ձեր նախնական գծածով ինձ որոշել եք հանեք, Սևեր ջան, մի հանեք էլի, թողեք խաղա։ 5 դուրս չեկար, գիտես խի։ Նայ 4-ին 4-ը խոսք չասած, 4-ին կռիչ ես անում։ Դե, բայց հետո 4-ը ասում է ընդունեք 5, դրանից հետո դու քո խոսքը փոխում ես, ասում ես 4-ը լավը չի, ու ասում ես որ 5-6-ն լավը։ Այսինքն քեզ ու 6-ին, 6-ն էլ ասել որ 4-ը լավ չի։ Դուրս չեկա։ 4-ը լավն է քո համար։ Առաջինն էր համար 5։ Չգիտեմ 4-ը լավն է թե վատն է։ Այս պահին ոչ մեկ լավը չի։ Լավն են 9-ը 10 վայրկյան։ Ընդունեք 5, շնորհակալություն։ 5 հաստատված է, շնորհակալություն։ Համար 9 Կփորձեմ արագ հիմա բոլորի մոտով անցնեմ, դե մեկը ինչպես բոլոր խաղերում 50-50 է իմ համար, ավելի շատ կուզեմ երկուսին լսեմ համար 10, երրորդի խոսքը ինձ ոչ մի բան չտվեց, իմ համար շատ կասկածելի էր, որ համար 6-ը թիմ ընտրեցիր 3-ին, չէ? Կներեք ուշադիր չէի ուրեմն, 4-ից էի շատ բան սպասում, հա, բայց չարդարացրեց իմ սպասելիքները։ Համար 5-ը համաձայն եմ համար 8-ի հետ, իմ համար էլ մի քիչ կասկածելի էր համար 8-ը։ Կասկածելի մի քիչ լարվածություն կար ձեր խոսքի մեջ, դե 6-ը իմ համար տարօրինակ էր, որ հենց ինչի 3-ի հետ հենց, չէ՞։ 10 վայրկյան։ 7-ը ասեց, որ երկուսը մեր 8-ից 10-ն է, չէ՞ տեսնում։ Մտածում ես, որ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 10 եզրափակում եք, խնդրեմ։ Տեսեք, ընդհանրապես համար 10-ի խոսքը շատ պատասխանատու է։ Փորձեմ կարողանամ ճիշտ ամփոփեմ, որ ձեր վստահությունը շահեմ։ 1-ից 3 ընդհանրապես ոչ մի բան չեն խոսել ինձ համար։ Համար 4 միանում եմ քո ողջույնի ձայնին, բայց դու շատ ակտիվ ես այս խաղին։ Իմ համար հավանական եռյակ կարող լինի 1-5-7։
դեռ այս խաղի ժամանակ եմ այդ ասում։ Խաղը կիսվելու է համար 4 եւ 7-ի մեջ բացատրեմ ինչի։ 4-7 կա մի սև խաղացող։ Ասում եմ, հավանական եռյակ կարա լինի 1-ին 7, 4-ի ու 7-ի կիսոցուց ու շերիֆի իրանցից որևէ մեկից ստուգումից բացելուց հետո արդեն հաստատ կլինի այն մյուսի խաղը։ Ինչ ես ուզում, հա, ընդունեք տեխնատություն, համար ես սպասի վերջացնեմ, ասեմ։ 7 ընդունված է։ 4-7 կիսվում է խաղը, շերիֆը ստուգում է կամ 4 կամ 7, ավելի շատ ցանկալի է 7 ստուգի։ 1-5 կասկածում եմ։ 10 վայրկյան։ Տեսեք, 4-7-ը արդեն ձևը գիտեք ֆլանգ է գնում։ Փաս։ Շնորհակալություն։ Քվեարկություն։ Խնդրում եմ բոլորի ետ նստել սեղաններից։ Տեխնացուներն են 1, 5, 4, 7 տվյալ հերթականությամբ 1, 5, 4, 7։ 1 ով է կողմ խաղալիքի համար 1-ը, ստոպ, չկան ձայներ։ 5 ով է կողմ խաղալիքի համար 5-ը, ստոպ, չկան ձայներ։ 4 ով է կողմ խաղալիքի համար 4-ը, ստոպ, 5 ձայն, շնորհակալ եմ։ Եվ 7-ի դեմ։ Նույնպես 5 ձայն, շնորհակալ եմ։ Խաղը կիսվել է 4-7 մասնակիցների միջև 30-ական վայրկյան համար 4։ Շնորհակալություն, նախ հաջորդ շրջան թող համար 9-ը ասի ինչ ա սպասել համար 4-ից, որ տենց չի արդարացել։ Համար 6-ը թող հիմա ձեռքով ցույց տա, ով է իր կարմիրների թիմը։ Ով է։ Ահա։ Համար 6 լսել էր առաջի նկատողությունը։ 10, իմ կարծիքով 5, 6, 7 սև խաղացողներ են։ Այդքանը կարամ ասեմ փաս։ Համար 7 30 վայրկյան։ Եթե 4-ի ու 7-ի մեջ կա սև խաղացող, եթե իհարկե կա, ես հաստատ կարմիր խաղացող եմ, եթե իհարկե կա 4-ն է։ 10 կիսոցի դվատներ, որտեվ սա սեղանը ուզում էր կիսվեր 2-ը, հետեւաբար ես կարամ մտածեմ, որ դու 2-ի հետի սևն ես։ Կիսոցին իմ կարծիքով վատներ։ Ես ընդհանրապես չպետք է խոսեի, ես կարմիր խաղացող եմ, այն որ ես մտածում եմ, որ ինձնից հետո կարա լինի 2 հատ սև, այդ շատ նորմալ է, որտեվ զրոյական կրուգում ոչ մեկ տենց ինչ իմ կարծիքով ուրիշ Ժամանակ, շնորհակալություն։ Վերակվեարկություն։ Ձեռքերը ետ սեղանից։ Տեխնացուներն են 4-7։ 4 ով է կողմ խաղալիքի համար 4-ը, նույնպես 5 ձայն, եւ համար 7-ին 5 ձայն։ Ով է կողմ, որ երկու մասնակիցները թվով 4 եւ 7 միաժամանակ լքեն խաղը։ Չկան ձայներ։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 4-ին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը։ Համար 5, համար 6, համար 10։ Վերջի րոպեն այս խաղում համար 4։ Ինչ ասեմ։ Նայեք, եթե շերիֆը հիմա սև խաղացող ստուգել է, թող գոնե ինչ-որ նշմար անի, գոնե կարողանամ ինչ-որ լուծում տամ։ Չէ, դե չգիտեմ, 5, 6, 10, 10-ը վատ կիսեց, 4-ը չպիտի կիսվեր, գոնե 2-5, գոնե 2-5։ Չեմ կարծում 7-ը սևացրեց, չգիտեմ։ Ոչ մի բան էլ չեմ կարող ասեմ, այսքան է, փաս։ Շնորհակալություն համար 4-ի խաղի համար։ Շրջանը բացում եք համար 2 ստուկ, ունեք 1 րոպե։ Համար 10 ես ներվայնանում եմ քո խաղից, որովհետև քո կիսոցին էլ լավ չէր, ես էլ էի ուզում խոստայ, ես էլ ասեի, որովհետև համար 5-ից հետո բոլորը ինձ տեսան սև, համար 5-ը ներառյալ։ Դու պետքա սեղանի համար կիսեիր, որ լսեիր իմ կարծիքը։ Համար 10-ը ինձ համար սև է, համար 5 ջան, դու էլ ես սև, ընդունեք համար 5-ի տեխնատությունը։ Համար 5-ը գնում է 1-3 տեսնում եմ կարմիր խաղացող, ես ինքս կարմիր խաղացող եմ, 4-ը գնաց դժվար սամաստիել գնար, համար այս ֆլանկ հաստատ մի հատ սև կա, այդ համար 5-ը սև խաղացող է։ Ես քեզ տեսնում եմ Նա ես քեզ բացատրում եմ, ես 1, 2, 3 տեսնում եմ կարմիր խաղացող, եթե 4-ը չգնար, ես հելելու ասեի 4 ժանխես 1, 2, 3 տեսե կարմիր։ Բայց չէ, 4-ը գնաց, այս ֆլանկ հաստատ մի հատ սև կա, ու այդ միակ մարդ էր համար 5-ը, որ 4-ի դեմ խոսած, հաստատ համար 5-ը սև խաղացող է, ես տենց եմ մտածում, տենց եմ խաղալու։ Ես կարմիր խաղացող եմ, մյուսը կամ հա ջան։ 10 վայրկյան։ Ինձ համար 7-ը կարմիր է, համար 8-ը դեռ կարմիր է, համար 9-ը 15, երևի թե եռյակեն համար 6-ի մասին խոսա, եթե կարմիր ես։ Շնորհակալություն, համար 3։ Նախ համար 2-ը շնորհակալություն, որովհետև ճիշտ էր 10 կներես։ Բայց քո կիսոցին իրոք չէ, 4-ը իրոք չէ։ 4-ը տենց ինչ որ հայասակ խոսած, 4-ը ինչ որ տենց ինչ որ բան չէր ասել, էլի, որ այն որ տենց կարող է էմոցիոնալ բան լինի, բայց ես նայում ես, չէ, էլի, 4-ը դաժե Եթե վատ է խոսար, այդ պահին 4-ը պետք չէր կիսվեր, 2-ը ուզում էր խոսար ու ուզում էր կիսվեր օրինակ 5-ի հետ։
Չէ, 4-ը ասես դրեք 5 բան, այդ չէր նշանակում, որ 4-ը սև էր։ Քանի հոգի 4-ից ստուգում բան ուզեց։ Շերիֆ ինչի պիտի 4-ին ստուգեր ու գիշեր կորցներ։ 5-7 սև են։ 7-ը հեսա կխոսա 5, ուրեմն ուշադիր լսի, եթե դու կարմիր խաղացող ես, նենց խոսա, որ ճիշտ լինի, մի մոլորվի, եթե կարմիր խաղացող ես, եթե չէ, ուրեմն ֆիլմ ես։ Պաս։ Համար 5։ Նայեք, առավոտը շերիֆի ինձ բացվել է իմ կարմիր գույնով։ Եթե ուրիշ շերիֆ կա, թող ասի, մնանք արդեն մի սևը ով է։ Հարց չկա։ Համար 2 ջան, այս ֆլանգի վրա սև կա, այդ դու ես, այդ իմ այդ ասեմ։ Կարող է 2 սև կա, չի բացառվում։ Համար 1 ու 3-ի մեջ կարա մի սև լինի, բայց դու իմ համար բետոն սև ես։ Խնդրում եմ ընդունեք համար 2։ 2-ը ընդունված է։ Համար 2-ը գնալու է այս առավոտ, մյուս սևը այս ֆլանգից էլ չեմ պատկերացնում, կարա լինի տեսականորեն, բայց 6-ից մինչև 10 հաստատ 2 սևերն են դեն։ Փաս այսքանը։ Համար 6։ Ճիշտ ասած, ես 4-ի վրա մի անգամից կասկածեցի, որովհետև ինքը առանց 5-ի լսելու լսեց, բայց կարող է իրոք էմոցիոնալ պահեր, համաձայն եմ համար 3-ի հետ։ Իրոք ինչի չթողեցիր համար բանը, համար 10-ին, ես էլ հիմա սկսեցի քո վրա կասկածել։ Ես ուզում էի համար 7-ը ու 4-ը միասին գնային, որ գոնե մի սև խաղացող դուրս եկածելներ ու ես մենակով ձայն տվեցի։ Հա, հավատում եմ համար 3-ին, ուզում եմ հավատամ քեզ։ 5-ը, հա, չեմ հավատում քեզ, չգիտեմ ինչի։ Ընդունեք տեխնազությունս համար 5 համաձայն եմ, եկեք 5-ին հանենք, եթե հետո արդեն ավելի բարձ կլինի։ Պաս։ Համար 7։ 2-ը 5-ի վրա է ատակայանում, 5-ը 2-ի վրա է ատակայանում, ավելի, բայց 2-ը իմ կարծիքով ավելի կարմրական է խոսած, ստե իմ հետ, ստե ես ավելի սև տենում եմ համար 10-ին, որովհետև ինչ-որ շատ վստահ ես ասում 5-ը ու 7-ը սև են, բայց մի հատ որ խոսած ինձ կասես էլի, իմ որ խոսքից հետո ես մտածել, որ ես սև եմ, կիսոցի որտով անկեղծ պետք չէր էլի, որտև 2 կարմիր կարային ջարդի են խոսքի սևերը, 2 կարմիր գնար, որտև 4-7 2 կարմիր է։ Կբացատրես խոսքիդ մեջ, խեմ ես սև քո համար։ Ու ես որ խոսքի մտածում եմ, մեկը շատ լուր է, ես մեկին սպասում եմ, որտեղ հենց լուրջի խոսած է, ու փաստորեն իմ կարծիքը ճիշտ է, որ այս ֆլանգում 2 սև կա։ Փաս։ Համար 8։ Նայ համար 7 դու էլ ես ֆլանգում, այսինքն դու քեզ էլ ես սև տեսնում, հավանական սև ես տեսնում, բայց լավ, քեզ էլ անցնենք։ Համար 5 նայ, որ դու անցած շրջանին 4-ի վրա հարձակում արեցիր, 4-ը հիմա գնաց, ես քեզ ուզում էի ասեի կարմիր, բայց խոսքդ լավը չէր մի տեսակ։ Բայց մեկը ես քո դեմ չեմ քվեարկի հիմա։ Հիմա չեմ քվեարկի քո դեմ։ 6 քեզ չհասկացա, 2-ին ուզում եմ հավատամ։ 5-ին խի չեմ հանում, չէ, 5-ին չեմ ուզում հանում։ Չէ, 5-ը ուզում եմ մնա։ Իրան շերիֆա բացվե։ Բա մի հատ չիմանանք իրան բացված շերիֆը ով է։ Ով է քո բացված շերիֆը։ 10 վայրկյան։ Ընդունեք 10, շնորհակալություն փաս։ 10 ընդունված է, համար 9 ժամանակը ծերն է։ Իմ համար մեկը տարօրինակ է 2-ի խաղը ու տարօրինակային, որ 3-ը, չգիտես ինչի, թվում է թե պաշտպանում է 2-ին։ Իմ մոտ տենց տպավորություն է ստեղծվել։ Ես ճիշտ է 10-ը իմ կարծիքով ճիշտ չարեց, որ սեղանը կիսեց 4-ի ու 7-ի միջև, պետք է 2-ի ու 7-ի միջև կիսվեր իմ կարծիքով։ 7-ը շատ կասկածելի է։ Առանց լսելու մեր խոսքը ինքը մեր 3-ից մեջ 2 հատ սև է տեսնում, իմ համար դա շատ տարօրինակ է։ 5-ն էլ է շատ տարօրինակ ու ես 5-ին չեմ հավատում, որ ինա շերիֆ է բացվել, չեմ հավատում։ 6-ին կարմիր եմ տեսնում, բայց խաղում եմ դեռ 8-ի հետ եմ խաղում։ 7-ը իմ համար մեկը սև է, 7-ին սև եմ տեսնում։ 10 վայրկյան։ Ընդունեք 2։ 2 հաստատված է։ Ժամանակ շնորհակալություն, համար 10։ Շնորհակալ եմ։ Համար 9 լսում ես ինչ ես խոսում։ Ընդունեք տեխնատություն համար 9։ Չեմ ուզում հավատամ, որ համար 8 ու 9-ը իրար հետ են խաղում։ Չեմ ուզում հավատամ, չգիտեմ։ Համար 5-ը բացատրեմ ինչի է սև խաղացող։ Մի վայրկյան, համար 5-ը բացատրեմ, համար 5 ջան, խես շերիֆ փնտրում։ Կարմիրներին ձեռք չի տալիս ոչ մի ձև առաջին գիշեր փնտրի ով է շերիֆը։ Դու ես առաջին գիշեր ասել եմ, որ դու իմ համար սև կարող է եւ սխալվում եմ մարդ եմ, ես շատ հնարավոր է սխալվեմ։ Այս պահին 9-ն է գնում։ Հավանակ ոչ, այս պահին գնում է համար 9, այս պահին գնում է, ես դրել եմ տեխնատություն համար 9-ի վրա։ Կարմիրները ճանապարհում ենք համար 9-ին, համար 9
Համար 9 իմ համար հավանական սև խաղացողն է։ Հաջորդը կարա լինի 7-ի ու 5-ի միջև։ Ինչ եմ ես ուզել 4-7 կիսոցի, որովհետև 2-7 ընդհանրապես իրար դեմ ոչ մի բան չունեին։ 4-7-ը իրար դեմ էին խոսում, 5-ը 4-ի մասին էր խոսում, 7-ը 4-ի մասին էր խոսում։ Այս դեպքում պարզ է լինում 5-ի ու 7-ի գույնը 4-ի գնալով։ Ես քվեարկելու եմ համար 9։ Դուք որոշեք կարմիր խաղացող եմ, փորձեք վստահել։ Փաս։ Համար 1 եզրափակում եք, խնդրեմ։ Ժողովուրդ, ուրեմն իրոք ես ընդհանրապես համաձայն չեմ 10-ի կիսոցին, հիմա 10-ին չեմ ուզում անդրադառնամ։ Եթե սենց ասեմ, եթե կիսոցին իմ մեջ լիներ, ես հելնելու էի ասեի 4-8-ը սև են։ Մի րոպե դու մի խոսա իմ հետ, ես քեզ պոտենցիալ սև եմ տենում։ Երեխեք դուք չգիտեմ չեք նկատել, բայց 8-ը ինչ սկսել է շատ լարված է, թե իր այդ օսկրերով է ինքը այդ ամեն ինչը ցույց տալի, թե իր շարժումով ինքը շատ լարված է։ Ասենք այսքան մարդ է խոսացել, հերելա սենց անում։ Սևեր ջան, խնդրում եմ էլի ինձ ես գիշեր չկրակեք։ Ասենք այսքան մարդ է խոսացել, վերլուծելու տեղը հելում դու ինչ ես ասում։ 5-ը հաստատ սև է։ Ես քվեարկելու եմ 5-ի դեմ, ընդունեք 5-ի քվեարկությունը ամեն դեպքում 5-ը 8-ը 199.8% սև են։ Հաջորդ սևը մտածում եմ երրորդն է, որովհետև երրորդն է իրանց ուշադիր նայում, թե ինչ են 9-ը շատ հանգիստ է նստած, նա 5-ին նայեք, ինքը հանգիստ սաղին վերլուծեց, ով կարմիրը պետքա սաղին նստեր վերլուծել։ Ժամանակ, շնորհակալություն։ Քվեարկություն։ Տեխնացուներն են համար 1, դա նկատողություն է։ Համար 1, դա երկրորդ նկատողությունն է։ Տեխնացուներն 5-2-19, 5-2-19, տվյալ հերթականությամբ։ 5, ով է կողմ խաղալիքի համար 5-ը, ստոպ, 4-ը, շնորհակալ եմ։ 2, ով է կողմ խաղալիքի համար 2-ը, ստոպ, չկան ձայներ։ 10, ով է կողմ խաղալիքի համար 10-ը, ստոպ, չկան ձայներ։ Եվ համար 9-ի դեմ դրեք 5 ձայն պետք է լինի, 5 ձայն, շնորհակալ եմ։ Համար 9, սեղանը ձեր դեմ է, վերջի րոպեն այս խաղի։ Ոյ, ինչի չեք լսում, էլի ինչ են խոսում։ Չէ, շերիֆը չէի։ Վայ, բան չունեմ ասելու, կարմիրներին հաղթանակ։ Շնորհակալություն համար 9-ի խաղի համար։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 6-ին։ Բարի չէր առավոտը, բարի չէր ձեզ համար, համար 6, վերջի րոպեն այս խաղի։ Հայ, ես կարմիր խաղցող էի, համար 10, ես արդեն սկսել էի կասկածել, էլի ավելի իմ համար սևացար, համար 9-ն որ դուրս եկավ, դու այնքան ուրախ էիր ու ոնց որ սաղ հիմա գնդակը քո խաղադաշտում է, ես քեզ սև եմ տեսնում, մյուս սևը իմ համար 8-ն է ոնց համար 1-ը ասեց, համար 1-ի խոսքը շատ համոզիչ էր, մնում է, չգիտեմ, բայց համար 8-ը, համար 10 գունային տարբերություն կա հաստատ։ 10 վայրկյան, ես 10-ին եմ սև տեսնում, այդքան։ Պաս, բարի բախտ կարմիր։ Շնորհակալ եմ համար 6-ի խաղի համար։ Շրջանը բացում եք համար 3 դուք։ Ուրեմն համար 1-ից եմ սկսում, համար 1 ոչ մեկ սեղանի վրա 3-ի սև չտեսավ ու 3-ը վերլուծում է, ասում է, խոսում է, դու ասում ես 3-ն է սև, հլասա տենամ 5-ը, 3-ը 5-ը 8-ը 3 ես կարմիր եմ։ Համար 1 ամենախառը դուք խոսացիք։ Սա սեղանը ինչ որ թեմա էր քննարկում, անդադ խոսում էր, մենակ դուք էիք որ ուղղակի sense ինչ որ random սևեր ասեցիք ու всё։ Ինչ, 5-ը սև է 8-ի հետ։ 8-ը կոնկրետ 8 չխիր չի լսում 8-ը, ինձ շերիֆ է ման գալի 8 ես քեզ վստահում եմ, հիմա դու նենց ես անում։ Ես, չէ։ 8-10 դուք իրար հետ եք կռվում, դուք իմ համար կարմիր խաղացող եք։ Ընդունեք 1։ Մեկը թողած է։ Հա, 10-ը իմ համար կարմիր խաղացող է, այո։ Ժամանակ, շնորհակալ։ Համար 2-ին չես խոսում։ Համար 3, նկատողություն։ Համար 5 խնդրեմ։ Համար 2, համար 2։ Ակտիվությունը հասկանում եմ, մի քիչ սևի խաղ ես ստանում, բայց կարաս կարմիր լինես, ես չեմ բացառում, բայց սևի խաղ ես ստանում, լրիվ։ Քո համար 1-ը ինչ գույն է։ Կարմիր, խես տենց վստահ ասում։ Խնդրում եմ ընդունեք համար 1, իմ համար այս պայն սև մնում է համար 1-ը, եթե համար 1-ին հանենք խաղը չվերջանա, հանում ենք համար 8։
Համար 6-ը կարմիրա գնացել, իր տված գույները համար 8-ն 10-ն են եղել։ 10-ը իմ համար բետոն կարմիր է, ես 10-ին կռիչ եմ անում։ Մնում է համար 8-ը իմ համար սև երկրորդ խաղացող։ Համար 1-ին ենք անում, հետո համար 8, փաս։ Համար 7։ 1 ու 8-ը սևն են դու։ Ուրեմն իրանք 1 8 կարմիր են, 5-ը հաստատ սև է, ստուգված սև է, ես շերիֆն եմ, առաջի գիշեր ստուգել եմ 4-ին 4-ը կարմիր էր, 5-ը ստուգված սև խաղացող է։ Ես ասեմ, հա, 5-ը ստուգված սև խաղացող է։ Եթե ասում ես, որ 1 8 սև են, իմ կարծիքով դե իրանք կարմիր են, կրիշես անում 10-ին մի քիչ կասկածելի է, կարա 10-ը խոսք քեզ զրոյականում չի ուզեցել քեզ կիսի, որ հանկարծ չջարդվի։ Դե լավ է, հետո կտենանք, բայց հիմա հաստատ գնում է 5-ը։ 3-ը չեմ կարող ասեմ, բայց 1 8 հաստատ կարմիր են, եթե սևը իրանք սև է տալի։ Լավ, ընդունեք 5, փաս։ 5 ընդունված է, համար 8, խնդրեմ։ Առհասարակ որ առավոտը զարթնում եք, մի հատ նայեք քանի հոգով ենք, 7 հոգով ենք։ Շերիֆը պետք է միանգամից բացվի 7 հոգու ժամանակ։ Հիմա բացվում է մենակ համար 7-ը, ճիշտ եմ հասկանում։ Ոչ մի ուրիշ շերիֆ չի բացվում։ Չէ, 6-ը պիտի գնալուց ասեր, եթե չի ասել, ուրեմն ինքը շատ վատ շերիֆ ա եղել, ես իր շերիֆով, եթե ինքը նույնիսկ շերիֆն է, ես իր շերիֆով չեմ խաղալու, խաղալու եմ սուտ շերիֆի խաղալով։ Ստացեք համար 7։ Համար 7-ումը ստուգեն, նորից կարամ լսեմ 4-5 է ստուգե։ 4-ին որ ստուգել ես կարմիր, 5-ին ստուգելու իմաստը ո՞րն էր։ 5-ին չպիտի ստուգեիր դու տե, կարա իր ուրիշ մոտ ստուգեիր, ընդունեք 5-5-ը գնում է, շնորհակալություն փաս։ Համար 10։ Շնորհակալ եմ։ Ուրիշ շերիֆ չի բացվում։ Ձեզով է շերիֆ բացվել, թվով ցույց տվեք։ Համար 6-ը, համար 6-ը եթե շերիֆ բացվեր, համար 6-ը կասեր էլի, որ վсё շերիֆ է, ինքը դուրս է գալիս։ Համար 1, համար 5-ը քո համար ինչ խաղացող է։ Սև։ Համար 5, ճիշտ է, ինչի՞ ես ինձ կռիշանում։ Ինչի՞ ես ինձ կռիշանում։ Մենակ սև խաղացողը կարա վստահորեն իմանա, որ համար 10-ը կարմիր խաղացող է, այն դեպքում, երբ որ ստեղանի վրա ոչ մեկ համար 10-ի հետ չի խաղում։ Մենակ այս դեպքում եք դուք իմ համար ավելից։ Ու առաջին ժամանակ գիշերից եմ ասել, որ դուք սև խաղացող եք, բայց հիմա ավելի եք սևանում իմ համար։ Հաջորդ սևը կասկածում եմ 1 կամ 8 գոնե իրանցից ինչ որ մեկին ստուգի։ Սխալ ստուգում ես արել, եթե շերիֆը դու ես։ Կամ ինձ պետքա ստուգեիր, կամ գոնե չգիտեմ, փաս։ Համար 1։ Հա, դե 5 ու 8-ը վստահ եմ, որ սև է, չեմ ուզում իրանց արադառնամ։ Ուզում եմ հասկանամ երրորդ սևը ով է։ Այ մարդ 8-ը ամենասկզբից է սևական է իրան պահում։ 3-ը ասում է ստուգված կարմիրը։ 3-ը ստուգել է, չէ, շերիֆ։ 4-ին է ստուգե, հա։ Դե 3-ին հիմա հստակ գույն չեմ կարա տամ, անկեղծ 5-ն ու 8-ին եմ վստահ։ Հիմա 5-ին հանելու ենք, բայց 10-ն էլ էր իմ համար կասկածելի։ 7 դու որ մի պահ 5-ին նայեցիր ժպտացիր, 5-ը իմ համար սև էր։ Ինձ թվաց դու էլ ես սև անկեղծ, դու մի ասա երևի ստուգել էիր ու դրա համար է խնդում էիր, հա, լավ։ Բայց հաջորդ սևը իմ համար 3-10-ի մեջ է կասկածվում, բայց 10-ն է հենց վստահ ասած շերիֆին ինձ խիչ է ստուգե, բայց կարող հենց դրա համար է ասում, որ իրան էլ չստուգի է։ 9-ը իմ համար կարմիր է գնացել։ 9-ը շատ հանգիստ էր ասենք խաղում, չգիտեմ։ 9-ի մնացած խաղերը չեմ տեսել։ Ոչմ 5-ին կքվեարկենք, կհանենք, 8-ին կհանենք, եթե մինչև այդ ինձ հանած չլինեն ամեն։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 2 եզրափակում եք շրջանը, խնդրեմ։ Շատ համար 1 ջան։ Համար 5-ը սև է, հա, վсё, հարց չկա։ Համար 7-ը բացվել է շերիֆ։ Okay, համաձայն եմ, համար 7-ը ստուգել է համար 4-ին, ես այն մարդկանցից եմ, ովքեր խնդրել են շերիֆին, որ ստուգի համար 4-ին։ Հիմա ես սև եմ, ես կարմիր խաղացող եմ։ Հիմա ոչինչ, շերիֆը նման ձևա ստուգումը կատարել, կարևոր մենք ունենք մի հատ գտած սև խաղացող, որ ոնց է քեզ 6-ը շերիֆ բացվել, հետո հելնում է ինքը խաղից, ինքը չի ասում ես շերիֆն եմ, խաղացեք համար 5-ի հետ, համար 5-ը կարմիր խաղացող է։ Դու սև ես, դու գնում ես միանշանակ, ուրեմն շերիֆ ջան կամ ստուգում ես 8, կամ ստուգում ես 3։ 3 իմ համար սև է, թող նստի հələ թող նստի, կամ 10 կամ 8, 3-ը սև է, դու կորոշես, համար 1-ին ես համարում եմ կարմիր, բայց պետք չի էլի, որ դու 8-ի վրա տենց քշես, կարող է ինքը կարմիր է, հələ որ իմ համար ինքը լավ է խաղում, համար 5-ը միանշանակ գնում է, ես մտածում եմ, որ 3-ն էլ ասավ, ես կարմիր խաղացող եմ, ինձ հանկարծ չստուգեք, կամ 8 է ստուգում, կամ 3, կամ 10, մեկն էլ է կարմիր, ըստ իս մեկը կարմիր է, ես տենց եմ մտածում, այսքանը պաս։ Շնորհակալություն։ Համարներ 5, 3, 7 մեկական նկատողություն, համար 1, 2 նկատողություն ունեք, եւս մեկը զրկում եք զայնի կեսից։ Քվեարկություն։ Տեխնացուներն 1 5 1 5 տվել արտականությամբ։ 1 ով է կոպ հալիքի համար 1-ը, ստոպ։ 1 ձայն։ Եվ 5-ի դեմ բազում ձայներ։ Համար 5 սեղանը ձեր դեմ է։ Վերջի րոպեն այս խաղում։ Շերիֆը դու ես։ Չէ։ Բան չեմ ասում, փաս։ Բարի խաղ կարմիր։ Շնորհակալություն խաղ համար, փաստից հետո ոչ մի բառ համար 5։ Գիշեր։
Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 7-ին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Բարի չէր այս առավոտը, կրկին բարի չէր։ Այս անգամ ձեզ համար 7։ Կներես ու ջան, սա շատ կասկածել էր քեզ այս ստուգել։ Որտեվ մի հատ ցույցատալի 2-ը ստուգվի, 3-ը ստուգի, ես մտածել եմ, որ կարող է ինքը ուզեցել է իր վրից ցրի։ Ես ամենասկզբից 10 եմ կասկածել, բայց չեմ ստուգել էլի, ինչու վատ է։ Ստուգել եմ առաջի գիշեր 4, կարմիրա, 5-ը սևա, կասկածում եմ 10-ին, որովհետև 10-ը չի ուզեցել երևի 5-ին կիսի, որ չջարդվի հանկած։ 3-ը չգիտեմ ով է, 3-ին չեմ ստուգել։ 8 եմ ստուգել, ասում եմ, 3-ն է 8 եմ ստուգի կարմիրը, բայց 2-ն ես չեմ հավատում, որ սև լինի, որովհետև շատ էմոցիոնալ է խաղում, որ ամենասկզբից է ինքը 5-ի ատակա է արել։ Ես սևեր ման կգայի 3-ի ու 10-ի մեջ։ Փաս։ Շնորհակալություն համար 7-ին խաղի համար։ Կարմիրները միասնական չեն խաղում։ Դրա համար կարող է սևերը հաղթեն, մի հոգի սևը մնացել, իմ գաղտնիքով, եթե կարմիրների մեջ կար կոնֆլիկտ։ Ավելի ճիշտ արդեն կոնֆլիկտ կա։ Եթե կարին է բանանի, սևերը հաղթեն։ Շրջանը համար 8 դուք եք բացում, ունեք 1 րոպե։ Ասենք հիմա նստած ենք 5 հոգով, ես մենակ իմ վրա եմ վստահ։ Բոլոր կարմիրները պիտի իմ վրա վստահ լինեն։ Սաղդ գլխով եք անում, համար 10-ը գլխով չի անում։ Խի չես գլխով անում, համար 10։ Սխալ բան եմ ասել։ Համար 1 խի էր այսքան ժամանակ իմ վրա հարձակումներ գործում։ Առանց դե չեն անում այդպես։ Ընդունեք 3։ 3 ընդունված է։ Շնորհակալություն փաս։ Շնորհակալություն ձեզ, համար 10։ Շնորհակալ եմ, քո համար 3-ն է սև խաղացող։ Իմ համար 2-ն է գնում սև խաղացող այս պահին ավելի։ Ինքը շերիֆին ասեց ինձ չստուգեք։ Ես մի ժամած շերիֆին ասում եմ 10 ստուգի, ինչ որ կարմիրի հետ խաղամ։ Չի ստուգում շերիֆը ինձ։ Իմ համար այս պահին 2-ն է գնում։ Ես վստահ չեմ, արդեն այնքան խառնաշփոթ դարավես խաղ, վստահ չեմ, բայց 2-ը ուրիշ է։ Բոլորին ասում եմ խի։ Ինչը խի։ Ընդունեք տեխնացություն համար 2։ 3 իմ համար 1-2 եմ ավելի կասկածում, քան 3, չգիտեմ։ Ինչի՞ չես ուզել շերիֆը քեզ ստուգի։ Փաս։ Համար 1։ Ներողություն եմ խնդրում համար 8։ Օ շատ լարված ես խաղում, ես մեղք չունեմ, ասենք խաղի սկզբից դու շատ լարված ես, չգիտեմ։ Համար 10 գիտես անցած խաղին հատուկ ասացի, դե համար 10-ը երևի բանը, վստահ գիտի ինքը կարմիր է, դրա համար ասում ինձ ստուգի։ Այդ արգումենտը դու հենց նոր էլի շեշտեցիր, ասեցիր ես հստակ ասում եմ, որ ես կարմիր եմ, դրա համար եմ ասում, որ ինձ ստուգի, տես որ ես կարմիր եմ։ В общем 10 3 սևա, ես վստահ եմ։ 10-ին 3-ին հանում ենք, կրում ենք, բայց դե այս գիշեր որ մեզ կրակեն, կարող է կրվենք։ Պետք է չկարանան էլի ճիշտ կրակեն, ոնց ասում եմ սենց։ 3-ին հիմա հանում ենք, հետո 10-ին ենք հանում ու կրում ենք։ Երեխեք, կարակ մի հատ կարմիրներ, կոնկրետ 8-2։ Կոնկրետ 8-2, լսում եք ինձ, սկզբից 3-ին ենք քվեարկում, հանում ենք, հետո 10-ին ենք հանում ու կրում ենք, եթե կրում ենք իհարկե։ Շնորհակալություն, այսքանը 3-ի տեխնատությունն էլ ընդունեք։ Եթե ընդունած է 3, համար 2։ Շնորհակալություն։ Ուզում ես այս խաղը կրես։ Ուզում ես կրես։ 3-10 սև խաղացողներ են, գտել եմ, ես քեզ հստակ ասում եմ։ Սև խաղացողա 3-ը, 1-ը ճիշտ է խոսում։ 1-ը ճիշտ է խոսում, ես քեզ ասում եմ, դու ստուգված ես, ես քո հետ եմ խաղում, ես կարմիր խաղացող եմ։ Ինչի՞ չեմ ասել, որ ինձ ստուգի, որովհետև ես կարմիր խաղացող եմ։ Իմ համար հստակ սևեր համար 3-ը, որտեվ ինքը միակ մարդն է, ով թիմ չունի այս սեղանի վրա։ Մի հատ կասես իր թիմը որն է, համար 8։ Համար 3-ը այս խաղից գնում է համար 1, համար 8։ Համար 3-ն է գնում, հետո գնում է համար 10-ը, որ քշում է ին վրա, եթե քշում է վրա, եթե ես կարմիր եմ, եթե ես կարմիր եմ, ինքը սև է, որովհետև ինքը քշում է ին վրա, իսկ ես գիտեմ, որ ես կարմիր եմ։ Առաջին ում ենք հանում, համար 8 ասա։ Ում ենք հանում։ 10 վայրկյան։ Ընդունեք համար 3, ընդունեք համար 10։ Կամ գնում է 3-ը կամ 10, ցույց տուր, որ իմանանք, ում ենք հանում, ես կարմիր եմ։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 3 շրջափակում եք։ Ուրեմն համար 2 տրամաբանորեն ես խաղում։
այս խաղի մեջ երկու սև կա քո կարծիքով, հա? Երկու սև կա։ Ուրեմն այդ երկու սևը կարա լինեք մեկն ու երկուսը, այստեղ երկու սև չի կարա լինի։ 5-ը գնացել է սև, դուք 9-ին հանեցիք սև։ Այնտեղ չգիտեմ, սաղին դուք հանեցիք։ Ոնց է 9 կարմիրա գնացել, դու ինչ գիտես 9-ը, ինչ է գնացել, համար 2։ Լավ էլի, ասում ես թիմ չունի համար 3-ը, համար 8 լսի շատ կարևոր բան է, թիմ ունի։ Սպասի, թիմ ունի համար 3-ը, համար 3-ը, համար 1-ին, մեռավ ասելով համար 8, 10, երկուսին էլ եմ ասել եմ համար 8, 10 իմ թիմն են, իրանք իմ կարմիր խաղացողներն են։ Դու ասում ես չէ, 8-ը սև է, դու ասում ես չէ, 10-ը սև է, ես ասում եմ երկուսի հետ խաղա, երկուսն էլ կարմիր են։ Դու հիմա գլորում ես իմ վրա մեկի հետ ու ուզում եք ինձ հանեք։ 10 վայրկյան։ Ընդունեք 1, ընդունեք 2։ 1 ընդունված է, 2 հաստատված։ Նոր խաղացեք այս խաղը։ Կապել են 3-ին փող չեն գալիս։ Ժամանակ, շնորհակալություն։ Վերանում է ժեստիկուլյացիան այս վայրկյանից, քվեարկություն։ Տեխնացուներն են 3, 2, 10, 1։ 3, 2, 11 տվել հերթականությամբ։ 3 ով է կողմ խաղալիքի համար 3-ը, ստոպ, 2 ձայն, շնորհակալ եմ։ 2 ով է կողմ խաղալիքի համար 2-ը, 3 ձայն, շնորհակալ եմ։ Համար 10-ին եւ 1-ին ձայներ չեն մնում։ Համար 2 ձեր վերջի րոպեն այս խաղում։ Եթե խաղը չի պրծել, եթե չի պրծել 3-10-ով, եթե չի պրծել 3-ը վերջի սևն է։ Այսքան բան կարամ ասեմ, ես կարմիր եմ գնում։ Շատ վատ արեց, ես այդքան ասեցի 8-ին մի ստուգի, 3-ին ստուգի, փաս։ Շնորհակալություն երևսին խաղի համար։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 8-ին։ Բարի չէր կրկին առավոտը, այս անգամ ձեզ համար 8։ Պարզ էր միակ ստուգված կարմիրը ես էի, պիտի ինձ հանեին, որ այդ մի հոգին փորձեր երկուսին համոզր։ Բայց Սևերին շնորհակալ եմ, որ ինձ շուտ չհանեցին։ Մերսի Սևեր ջան։ Ով էլ լինի, մերսի։ Խի դու տենց հաստատ կարմիր ես 1 ու 3-ի մեջ, հա? Հա, ինքը հաստատ կարմիր է 1 ու 3-ի մեջ, հա, 3 ջան։ 3 դու կքվեարկես հիմա 1-ին, 10 դու կքվեարկես, դու էլ 1-ին։ Դե 1-ին քվեարկեք հանեք, շնորհակալություն։ Շնորհակալություն համար 8-ին խաղի համար։ Անկեղծ ընդունում եմ, որ ես կարևոր պահի սխալվեցի, բայց միևնույն է ես մեղքը գցում եմ շերիֆի վրա։ Շերիֆը շատ վատ շերիֆ էր։ Շերիֆ ջան, եթե ինձ լսում ես, էլ տենց չանես, խնդրում եմ քեզ։ Շրջան համար 10 դուք եք բացում, ունեք ընդամենը 1 րոպե։ Համար 3 կարմիր ես։ Այս խաղը հիմա ինձնից է կախված։ Ու մյուս կարմիրից չգիտեմ ձեզնից ով է։ Կարմիրների խաղը հիմա 2 հոգուց է կախված։ Կարմիր ես հաստատ։ Ընդունեք համար 1։ 1 ընդունված է։ Չեմ ուզում հավատամ, որ եթե սև ես, այսքան ժամանակ սենց սև ես խաղացել։ Համար 1 կքվեարկեմ, եթե հաղթեց, կասենք շնորհավոր, փաս։ Համար 1, խնդրեմ։ Էլի խեք ինձ մենակ թողել։ Չգիտեմ ինչ ասեմ։ 10 դու իմ համար ավելի սև ես, քան 3-ը, սենց ասեմ։ Բայց եթե դու սև չես, 3 դու ինձ խի ես կասկածում, եթե կարմիր ես։ Եթե կարմիր ես, ես քո համար որտեղ եմ սև։ 10 եթե կարմիր ես, ես քո համար որտեղ եմ սև։ Չեմ հասկանում։ Չէ, հաստատ 10-ը սև է։ 3 եթե դու կարմիր ես։ Միացի 10-ին հանենք, ինքը հաստատ սև է։ Կոմ 3-ն է սև։ Երեխեք քվեարկելու եմ 10-ին, ընդունեք 10-ի քվեարկությունը։ 10 ընդունված է։ 10 վայրկյան։ Հանելու եք ինձ կրվեն կարմիրները։ Ով ձեզանից կարմիր է, հիշեք։ Ժամանակ, հանելու եք ինձ կրվեք։ Համար 3 եզրափակում եք շրջանը։ Ընդունեք 1, համար 10, համար 10։ Հաստատված է 1։ Կարմիր ես։ Ընդունեք 1։ Չէ, մեկը գնում է, որովհետև մեկը սկզբից 8-ին, ստուգված 8 խաղացողին ինքը սև էր տալի, հետո 10-ին էր տալի, ես մեռա 2-ին ասելով, երկուսը գնաց կարող է կարմիր էր, գնաց, որովհետև ինքը սխալ էր խաղում։ Ինքը սկզբից ես իրան ասում եմ 8-10 կարմիր է, ինքը ինչ չէր լսում, եթե սենց է գնացել, մեկը հելնում է։ Ժամանակ, շնորհակալություն։
քո պատճառով։ Ունենք 2 տեխնացություն, 1 եւ 10։ Քանի որ 3 հոգով եք եւ միակ սևի տեխնացությունը անգամ չկա, հայտարարում եմ սևերի հաղթանակը, խաղի սևերին 3-5-9։ Ես ինձ կասկածում։ Որովհետև 3-ի հետ էի խաղում, 3-ին, 3, արի ստեղ 3։ Ես բան չունեմ ասելու, ես ընդունում եմ այն փաստը, որ ինքս անուշադիր եմ եղել մարդկանց խոսալուն, ավելի շատ իրանց ժեստիկուլացիային եմ ուշադրություն դարձել, դրա պատճառով էլ 3-րդ համարի խաղը, ոնց տեսակ, իր խոսացածը չեմ լսել, բայց համար 8։ Եթե դու իմ ու երկուսի հետ միանայր ու մենք հանենք համար 3-ին, հիմա սենց երկմտանքի առաջ ես չէի կանգնի ու մենք կարմիրներով չէինք կրվի։ Շնորհակալություն, մամ ջան, սիրում եմ քեզ։ Շատ խառը էմոցիաներ են այս պահին։ Իրականում երկուսի վրա էլ կասկածում էի, ոչ մի տարբերակ չունեի, երկուսին էլ պետք է հանեի։ Շերիֆը սխալ է ստուգել, սխալ ստուգումներ արել։ Համար 8-ը ստուգված կարմիր խաղացող իրանից հետո չի տալիս ինչ-որ արգումենտ, որի հիման վրա ես որպես կարմիր խաղացող կարամ խաղամ։ Համար 1-ը ամբողջ ընթաց խաղում է համար 10-ի դեմ, ինչ պետք է անի համար 10-ը, մտածի, որ համար 1-ն է խաղացող։ Այսքանը փաստ։ Շատ նյարդայնացած եմ, շատ ջղայնացած եմ, որովհետև փորձեցինք ամեն ինչ անենք որպես կարմիր մասնակից, բայց ոչ մի կարմիր մասնակից չկարացավ ճիշտ գուշակի, ճիշտ ոչ թե գուշակի, այլ արգումենտալ խաղա։ Երբ որ համար 3-ը կար բոլորի տված տրոյկի մեջ, համար 3-ը միջև վերջ մնաց խաղի մեջ, ես լոգիկա չկա։ Մենք պարտվել ենք որոշ կարմիր խաղացողների պատճառով։ Էմոցիաներս ճիշտ ասած ընկերներիս աչքերի մեջ չեմ կարող նայեմ, ուսիով այդ էմոցիաները իրականում։ Իսկ եթե անկեղծ, sense շատ ոգևորված ամեն դեպքում, որովհետև սևերի հաղթանակը ավելի sense ոգևորող է համենայն դեպս, բայց իրականում ես կարմիր եմ սիրում խաղալ ու սևը ինձ համար շատ sense խափելու խաղ է, չգիտեմ, դրա համար ասում եմ ընկերներիս աչքերի մեջ մինչև ոչ չեմ կարող նայեմ։